Թվով 16 ժամանակակից ավտոբուս շաբաթը 7 օր անվճար կերպով սպասարկելու է մարզի 30 համայնքի շուրջ 1500 երեխայի, ապահովելով նրանց ուղին դեպի Smart կենտրոն եւ հակառակ ուղղությամբ։ Լոռիում գործարկվեց Coaf Smart կենտրոնի նոր տրանսպորտային համակարգը։ Մենք շարունակաբար փորձում ենք զարգացնել մեր ծրագրերը, բարելավել եւ դրանք հասանելի կրթության մասին խոսելիս բնականաբար պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ բոլոր տեղերից երեխաները Լոռվա մարզի, հնարավոր բոլոր մոտիկ համայնքներից գոնե պիտի կարողանանք հնարավորություն ստեղծել, որ երեխաները հաճախեն Smart կենտրոն, ինչը մենք նախկինում նույնպես անում էինք, պատվիրակված ծառայության կողմից, այլ կազմակերպության կողմից մատուցվում էր ծառայություններ, բայց որոշեցինք հիմնել մեր սեփական տրանսպորտի համակարգը, որպեսզի նաև որակի վրա ուղղակի ազդեցություն կարողանանք ունենանք, ավելի վերահսկելի լինի եւ կարողանանք ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը եւ կրթությունը ել ավելի հասանելի դարձնենք եւ հնարավորությունները ել ավելի մոտ երեխաներին։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով կառուցվելիք 300 դպրոցներից շատերը լինելու են նաև համայնքային կենտրոններ։ Եվ այս ծրագիրը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը փորձնական ծրագիր է դիտարկում այդ դպրոցների համար։ Այս դպրոցներից շատերը պետք է լինեն ոչ միայն դպրոցներ, այլ նաև համայնքային կենտրոններ, որոնք տարբեր տեսակի ծառայություններ են մատուցելու կրթական, մշակութային, տարբեր բնակավայրերից եկող սովորողներին եւ այս ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք, որ պետք է ձեռք բերվեն տրանսպորտային միջոցներ, պետք է վերապատրաստվեն այն մարդիկ, որոնք պետք է վարեն այդ տրանսպորտային միջոցները եւ պետք է լինի այնպիսի համակարգ վերահսկողության կամ մշտադիտարկման, որ մենք կարողանանք վստահ լինել, որ մի բնակավայրից մի բնակավայր երեխաների գնալը, վերադառնալը լիովին ապահով է։ Միանշանակ այս փորձը, որ հիմա Տեբեդում կիրառվելու է, մեզ համար բոլոր տեսանկյուններից կարևոր է լինելու։ Բոլոր 16 մեքենաներն ունեն հսկողության համակարգ, վարորդների վարքագծի մշտադիտարկման հնարավորություն, տեսահսկման համակարգ ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների համար։ Coaf-ի այս նախաձեռնությունը հնարավոր եղավ իրականություն դարձնել Coaf բարերար տրանսպորտի հիմնական նվիրատու Ջեք Յուրեջյանի նվիրատվության շնորհիվ։ Աշխեն Սուքիասյան, Թղթապանակ։